Բարև ձեզ հարգելի հեռուստատոներ, մեր հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալություն մեզ ընկալվելու համար։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ։ Ոնց եք։ 16 օր ես ուզում եմ ձեզ հարցնել, որովհետև անընդհատ հանդիպումների մեջ եք, հասկանում եմ հոգնում եք եւ արդեն 16 օր անցել է։ Տպավորությունը ինչպիսին է, կա այնպիսի զգացողություն, որ մարդիկ լսելով նաև հավատում են ձեզ, վստահում են, որովհետև ընդունված թեվավոր խոսքեր կա, չէ, ամենաշատը խաբում են նախընտրական շրջանում, ամենաշատը որսից հետո եւ պատերազմի ժամանակ, ամենաշատը սեր են խոստովանում այս ժամանակ, այ ձեր խոստովանություններին ինչքանով է ժողովուրդը վստահում հավատում։ Մենք խոստովանություններ չենք անում, մենք խոստովանություններ անում է այլ գործիչ, ես հիշում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդը Արցախում սեր էր խոստովանում արցախցիներին, հետո հետևանքը տեսանք, ես նաև 2 շաբաթ առաջ տեսա, թե ինչպես էր Կապանում սեր խոստովանում կապանցիներին, հուսով եմ կդադարի սեր խոստովանել եւ սերը կապացուցի հողի վրա։ Մեր ժողովրդի մեջ մի դժվար կետից ենք սկսել, որովհետև իհարկե դուք ճիշտ եք, շատերը հիասթափված են ընդհանուր քաղաքականությունից, յուրաքանչյուր քաղաքական ուժից, որովհետև նրանք 18 թվականին հավատացել են Փաշինյանին, 8 տարվա ընթացքում այն ինչ խոսք է տրվել, չի արվել։ Նրանք չեն հավատացել մինչև այդ, հույս են կապել, ընտրել են, չի ստացվել մինչև այդ, եւ ընդհանրապես քաղաքական գործիչներին մեր հասարակությունը արդեն հատուկ վերաբերմունք ունի։ Դրա համար մեր համար շատ դժվար է հավատում 90-ական թվականների ընտրություններից սկսած հավատում են, ընտրում են, հետո հիասթափվում են։ Ապրեք, գիտեք ինչու, որովհետև տնտեսական խնդիրներ լուծելու համար ընտրում են լրագրողի, տնտեսական խնդիրներ լուծելու համար ընտրում են այլ մասնագիտությամբ մարդու, բայց իրենց կյանքին պետք է բարեկեցություն, նորմալ կյանք։ Պետք է հացթուխը հացը թխի, գիտեք ժողովրդական խոսք կա։ Աղքատությունից պետք է հանի տնտեսագետը, որովհետև դա իր մասնագիտությունն է, իր մասնագիտությունն է։ Նույնը ինչպես հացթուխը հացը թխի։ Մենք ընտրում ենք լրագրող, որը պետք է տնտեսություն բարձրացնի։ Այդպես չի լինում, չի աշխատում։ Մեր հայրենակիցներն էլ ուզում եմ ասեմ, որ մենք քաղաքական դաշտում 8 ամիս ենք, 9 ամիս ենք ընդամենը, մենք պատասխանատվություն մինչև այս եղած պրոցեսներին չենք կրել ենք միայն նրանով, որ Հայաստան մեր ուժի ղեկավարը միջոցներ է ուղարկել օգնության տեսքով։ Ձեր թիմում չկան լրագրողներ։ Մեր թիմում կան լրագրողներ, բայց նրանք հիմնականում պատասխանատու են հենց հանրության հետ կապերի ոլորտում։ Հիմա տեսեք, այսպիսի հրապարակում կա 41% ձայն ունի Ուժեղ Հայաստանը, ձեր հրապարակած հարցումներն է 36.3 ԿՊ-ն, սրանք ինչ հարցումներ են եւ չգիտեմ, մասնագիտացված ինչ-որ կառույցի ձեր նախաձեռնությամբ։ Էմպիրիկայի հետազոտական ինստիտուտն է, որը հարցը տվել է այսպես, այս երկու ուժերից որի հետ, այսինքն 3-րդ, 4-րդ մյուս ուժերի չկան, ուղղակի երկու ուժերի համեմատություն է եւ նաեւ այլ հարցեր կան, որը կարող ենք հրապարակել, բոլորը տեսնեն։ Նաեւ ինձ թվում է մեր հայրենակիցներին դուր կգա իմ արևայրուքը, սա քայլելու հետևանք է, ոչ թե օրը 4 ժամ քայլում ենք մեր հայրենիքի տարբեր հատվածում, դրա համար մի քիչ սևացել եմ։ Ճամփամած է եղանակ, թե չէ կարծում եմ արևայրուքը ավելի շատ կլինի։ Այո, այսօր էլ են քայլելու, այսօր արևը։ Լավ, շնորհակալություն։ Հիմա տեսեք, հետաքրքիր այսպեսի բան։ Դուք ասում եք, որ հանկարծ ԿՊ-ն ընտրվի 300,000 ադրբեջանցիներ կգան։ Նրանք ասում են, որ հանկարծ Ուժեղ Հայաստանը կամ այն մյուս ուժը ընտրվի պատերազմ կլինի։ Մի տեսակ այնպիսի տպավորություն է, որ գոնե այս մասով դուք բոլորդ նման եք մեկը մյուսին։ Մի քիչ վիրավորական կլինի մեր հասցեին։ Չէ, ուզում եմ չվիրավորվեք, ուղղակի լինել նման այն ուժին, իմացեք, որ այսպիսի մարդիկ կան, որոնք կմտածեն, որ դուք նաև իրար նման եք։ Ցավոք, եթե իրենք նման լինեին իրենց մոտեցմամբ մեզ, մենք այսօրը չէինք լինի, ասեմ տարբերությունը։ Մենք 300,000 ադրբեջանցիների գալը հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ 300,000 ադրբեջանցիների մասին 4 օր առաջ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը Հիկմետ Հաջիևը, ում հետ բանակցային process-ի մեջ է հայկական կողմը։ 300,000 ադրբեջանցիների մասին հայտարարում է Ադրբեջանի կրոնական առաջնորդը տեղակալը։
Փաշազադեի տեղակալը ասում է, որ 300 մզկիթ պետք է կառուցվի, 300-ից 400 մզկիթ պետք է կառուցվի Հայաստանի իրենց ասելով, իրենք ուրիշ տերմին են օգտագործում տարածքում, որպեսզի եւ դա տրվի, այդ մզկիթները տրվի Փաշազադեի կառույցին։ Ես չեմ ասում, դուք չեք ասում, 2 ամիս առաջ ասել է Ադրբեջանի հոգևոր։ Ես հասկանում եմ, ես չեմ ուզում պատասխանել ԿՊ-ի փոխարեն, բայց դե նրանք էլ ասում են, որ այդպիսի որպես բանակցային թեմա երբեք չի եղել։ Սա ներքին սպառման, ներքին լսարանի համար է։ ԿՊ-ն ասում էր, եւ Հիկմետ Հաջիևը հակառակն է հայտարարել նաեւ, երբ որ հայկական պատվիրակություն հանդիպում ունեցավ նաեւ Հիկմետ Հաջիևի հետ, հիշում եք։ Հիկմետ Հաջիևը 2 օր առաջ հայտարարել է, որ 300,000 ադրբեջանցիներ Հայաստան են բնակվել եւ այլն եւ այլն։ Ասեմ մի բան, մենք պետք է աչալուրջ լինենք հարևան երկրից հնչող հայտարարություններին եւ նրանց տակ եղած տողատակերին։ Մենք չենք կարող աչալուրջ չլինենք։ Որպես քաղաքականության մեջ եղած մարդ, դու պետք է դիտարկես դիմացի կողմը։ Հայաստանի նախագահը հայտարարում է, որ մենք պետք է բացենք Սյունիքի դարպասները։ Ադրբեջանը հայտարարում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Դուք մեր տեղը լինեիք քաղաքական հիմնական ուժի, ընդդիմադիր ուժի տեղը լինեիք, մեր մասնագետների տեղը լինեիք, ինչ հետևություններ կանեիք այս ամեն ինչից։ Եթե մարդ մինչև հիմա Ադրբեջանի նախագահ ինչ հայտարարել է, մենք մեր երկրի առաջնորդը տվել է, երբ նա 21 թվականին մեղրիում էր, ասում էր չի լինելու Սյունիքի ճանապարհ, բառացի մեղրեցիները արցնում են, ասում են կլինի Սյունիքի ճանապարհ, կան վիդեոներ, դուք կարաք դնեք նայեք, ասում էր չի լինելու։ Եվ դրանից առաջ Արցախը էլ չասեմ։ Բազմաթիվ հարցերով մենք տեսնում ենք, որ դարպասը բացում են, սկսում են աշխատել իրենց լրատվական միջոցների կողմից հասարակությանը փորձում են տալ այն տեսլականը, որ եթե մենք սա չանենք վատ կլինի, այն չանենք վատ կլինի, այն չանենք վատ կլինի, չարի վերջի հեքիաթն է սա։ Մենք պետք է միտեղ կանգնացնենք, մենք Հայաստան ադրբեջանցիներ թույլ տալու որևէ իրավունք չունենք, սա մեր պապական հայրենիքն է, այստեղ մեր հայրենիքի փոքր հատվածն է, որ վերջապես մնացել է մեզ, եւ մենք պետք է դուր չբացենք, չնախիջևանացնենք Հայաստանը, ինչպես Նախիջևանի օրինակով, երբ այնտեղ սկզբից բնակվում էին 10%, հետո 20, հետո 50, ինչ վերաբերում է 300,000-ին, նրանց վերադարձը լինելու էր, եթե ես վստահ եմ, մենք այս փոփոխությունները կբերենք եւ այդ ամեն ինչը կկանգնացնենք, մաս, սկզբից 1000 հոգի, հատուկ մեդիան կսկսեր պատրաստել ժողովրդին, տեսեք 2 հոգի իրար ընկեր էին, ընկերացան, հետո 5000 հոգի, հետո 10000 հոգի, 15-20 տարվա միջակայքում դարպասներն է կարևոր բացվելու է, այս ընթացքում իրենք փորձում են բացել դարպասները, մենք չենք բացելու այդ դարպասները, օրենք է հատուկ ընդունվելու, որ ադրբեջանցիները իրավունք չունեն, նվեր ստանան, գնեն, որևէ գույք Հայաստանում, որպեսզի մեր երկիրը, մեր հայրենիքի են փոքր հատվածը, որ վերջապես վերջնական մնացել է մեզ, մնա հայկական, հաջորդ ծերունդների համար։ Ինչ վերաբերում է իրենց ասած պատերազմներին, պատերազմ իրենք են բերել 3 անգամ, իրենց այն հայտարարություններով, իրենց այն անհաշվենկատ խոսքերով, որ ամեն օր մենք փողոցում իրենցից լսում ենք։ Էմոցիոնալ է մեր երկրի առաջնորդը։ Մեր երկրի վարչապետը էմոցիոնալ մարդ է։ Նա չի կարողանում կառավարել իրավիճակը, երբ էմոցիաները իրեն հաղթում են։ Դրա պատճառով մենք ունեցել ենք 2-3 պատերազմ։ Իսկ չէ որ էմոցիոնալ լինելը վատ բնութագրիչ է։ Ամեն դեպքում ես ուզում եմ նաև հարցեր ուղղել, որոնց մասին այս ընթացքում շատ է խոսվել եւ խոսվում, օրինակ ձեր այդ արտասահմանյան այլ քաղաքացիության հետ կապված խնդիրի վերջո ինչ լուծում ստացավ եւ ինչի այդպես ստացվեց։ Մենք դիմել ենք հատուկ դատական process-ների, որպեսզի քննչական կոմիտեն, եթե չմերժի իր ասածը, չհայտարարի, որ այդպես չէ, ստիպված է լինելու հատուկ հատուցումներ տա, իհարկե մեզ չէ, մենք ասել ենք, թե որտեղ ենք ուղղելու այդ հատուցումը, ուղղելու ենք հոգեկան հավասարակշռությունից դուրս եկած պետական պաշտոնյաներին անվճար տեղեր տրամադրելու ծրագրին։ Բայց ես երբեք չեմ ունեցել բացի Հայաստանի Հանրապետությունից այլ երկրի անձնագիր,
չեմ էլ ցանկություն ունեցել ունենամ այլ երկրի անձնագիր, իմ ապագան ես տեսել եմ Հայաստանում ծնվածս օրվանից եւ այդ։ Դա լավ ցանկություն է, բայց օրինակ Սամվել Կարապետյանը երկար ժամանակ այլ երկրի քաղաքացի է, ինչպես կարելի է այդ հարցը լուծել, որպեսզի հեռուստադիտողը հիմա ձեզ դիտողը հասկանա, որովհետեւ արգելք կա օրենքով։ Հիմա ինչպես է այդ հարցը լուծվելու։ Այս ձևաչափին քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը մի քանի անգամ փոխել է այդ ձևաչափով, տեսեք, 148 հոդվածը նախատեսում է, որ ազգային ժողովը կարող է փոխել այդ հոդվածը։ 148 հոդվածը նախատեսում է թող է լինելու երկրի վարչապետը, ինչ պահանջներ կան երկրի վարչապետի առաջ։ Եվ այդ հոդվածի փոփոխությունը ազգային ժողովն է անում։ Ազգային ժողովում մեծամասնություն կազմելուց հետո ազգային ժողովը ընդունում է օրենքի փոփոխություն, որով բոլոր Հայաստանի քաղաքացիները, ովքեր ունեն միայն Հայաստանի քաղաքացիություն, իսկ այդ ժամանակ Սամվել Կարապետյանը ունենալու է միայն Հայաստանի քաղաքացիություն, հնարավորություն կունենան զբաղեցնել պետական պաշտոններ։ Սկզբում ազգային ժողովը նոր փոխելու է օրենքը, հետո նոր արդեն ընտրելու է վարչապետ եւ դուք այդ ճանապարհը տեսնում եք։ Իհարկե մենք հայտարարել ենք առաջի օրը, երբ մենք հայտարարել ենք, որ մեր տեխնացուն Սամվել Կարապետյանն է, մեր հայտնի հավաքի ժամանակ, մենք նաեւ ճանապարհն ենք ասել 148 հոդվածը։ Մենք կազմում ենք մեծամասնություն ընտրություններից հետո 148 հոդվածը մեծամասնությունը փոխում է եւ երկրի առաջնորդը դառնում Սամվել Կարապետյանը, ինչպես նաեւ նախարարներ կարող են դառնալ Սփյուռքի լավագույն մասնագետները, եթե իրենք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Նաեւ մյուսների բարագայում հասկանում եմ։ Տեսականորեն դա հանկարծ չի ստացվում։ Դուք ձեր ձայնը կտաք Ռոբերտ Քոչարյանին։ Ոչ։ Դա միանշանակ է քննարկման ենթակա չէ։ Միայն Սամվել Կարապետյանը։ Եթե դրա հնարավորություն լինի, թե չէ հանկարծ քաղաքացիական պայմանագիր առաջի ուժի անդիմադիր առաջի ուժը ուժեղ Հայաստանն է եւ ես պատասխանեցի ձեզ ուղիղ առանց երկարացնելու, որպեսզի մեր հայրենակիցները լսեն։ Ես ուզում եմ ասել, եթե նույնիսկ հակառակ նժարին ԿՊ-ի անցնելու խնդիրը դրված լինի։ Ուժեղ Հայաստանի տեխնացուն լինելու է մեր տեխնացուն։ Լավ, վերջին շրջանում այդ ընտրակաշառքի հետ կապված շատ բացահայտումներ կան։ Ես չգիտեմ առհասարակ ինչպես եք վերաբերվում այդ երևույթին։ Ես մի բան ասեմ, եթե մեր վրա օրինակը չբերեմ, բայց մի բան ասեմ, եթե իրապես ընտրակաշառքի ձգտում ունենար մարդ, ով ունի միլիարդանոց կապիտալ, հաստատ իրենք կզգային դրա ազդեցությունը։ Այն փաստերը, որ իրենք բերում են, երեք չառաջ օրը ինչ-որ մի մարդու բենզինի վճար, ինչ-որ տրանսպորտի բենզինի համար, որպեսզի տեղափոխման հետ կապված այդպիսի հարցեր են։ Իրապես ընտրակաշառքի, եթե միլիարդավոր կարողություններ մենք չէ, որևէ այլ մարդ, միլիարդավոր կարողություններ ունեցող մարդ, ցանկանար ընտրակաշառքի ճանապարհով գնալ, դա ամբողջ երկիրը զգալու էր։ Այդպիսի բան չկա ու չի լինելու։ Մենք արդար գնում ենք ընտրության, թող իրենք ձևեր չտապեն։ Ուժեղ Հայաստանը հանկարծ գուցե տալիս են դուք, չգիտեմ, տեղակ չեք։ Վստահ եղեք, եթե այդպիսի բան լիներ, դրանից միայն շահում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Մեր ժողովրդին որևէ երաշխի, որևէ բան պետք չէ, որպեսզի չասի Փաշինյանի կառավարությանը։ Մեր ժողովրդի պետք է ուղղակի մարդ, ում իրենք վստահեն, ում տեսնեն, որ այս անգամ էլ չեն խաբվելու։ Իսկ այդ մարդը Կարապետյանն է, քանի որ նա որևէ մոտիվ չունի խաբելու, նրա կյանքը չի լավանալու սրա արդյունքում, նրա կյանքը բարդանալու է, բայց երկրում մեծ փոփոխություններ են գալու։ Ու այստեղ ամենակարևորը գիտեք որն է։ Մեր հանրության այն հատվածի, որը որ իրապես ուզում է փոփոխություններ, ընտրության գնալը։ Բայց դե ընտրակաշառքը անցանոթ երևույթ չէ, չէ՞ մեզ համար։ Ավարտեմ ու եւ ասեմ։ Խնդրում եմ մեր հայրենակիցներին, ովքեր իրապես տեսնում են, որ այսպես շարունակվել չի կարելի, գնացեք ընտրության, փոխեք այս իշխանությանը, փոխենք բոլորով այս իշխանությանը, այլապես հնարավոր չէ այսպես, որովհետեւ այս ճանապարհով մենք ունենալու ենք մեր երկրի վերջի ինստիտուտներում օտարերկրյա տարերի տեղակայում, մեր երկրում ադրբեջանցիների վերադարձ չէ գալ, որովհետև իրենք միշտ ժամանակավոր բնակիչներ են այստեղ եղել եւ նաեւ մեր երկրի համայնքները մնալու են աղքատության մեջ, մինչդեռ պետական պարտքը միլիարդներով ավելանալու է։
Պարոն Կարապետյան, հիմա ինչ որ ասելու եմ քննչական կոմիտեի տվյալներն են, ոչ լրագրողական հետաքննություն է, ոչ գիտեմ բլոգերի կարծիք, Իսկ ով է նշանակում քննչական կոմիտեի ղեկավարին։ Չէ, հիմա դե տեսեք, հիմա դուք կպատասխանեք։ Ես ուղղակի թվերը ուզում եմ հրապարակել 3.5 ամսում 43 քրեական վարույթ, 60 Ով է նշանակում քննչական կոմիտեի ղեկավարին։ 75 քաղաքացու հանդեպ հետապնդում եւ հետախուզում, դրանից հետո ուզարկություն։ Միթե այս բոլոր թվերը սին են, ոչ մեկի տակ ով է նշանակում քննչական կոմիտեի ղեկավարին։ Ով, կասեք։ Հասկանալի է, լավ։ Այդ տրամաբանության մեջ կարող է բոլոր թվերը զինվորան ես չեմ բացառում։ Անունը կասեք այդ մարդու։ Անունը ով է։ Այնինչ բարձր քննչական կոմիտեի ղեկավարին նշանակում է քաղաքացիական պայմանագրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի նշանակած մարդը ընտրություններից առաջ ձերբակալում է տարբեր մոնտաժած ձայնագրություններով մարդկանց, փորձելով ցույց տալ, որ դա ինչ process-ներ է։ Պարոն Կարապետյան, եթե այլ ուժ, այլ մարդ նշանակեր, նստեինք խոսեինք, բայց երարխիկ առումով հետաքրքրված կողմն է նշանակում այս մարդկանց։ Լավ, ձեր նախընտրական ծրագրերում այսպիսի մի կետ կա, եւս մեկ անգամ կրկնեմ, եթե այս մասշտաբով մարդ, ոչ Սամվել Կարապետյանը, իր մասշտաբով մարդ ցանկանար այդպիսի բան աներ, ամբողջ երկիրը զգալու էր դա չէր կարող թաքուն լինել։ Իսկ այսօր մենք վստահ ենք, մեր ժողովուրդը ուզում է այդ փոփոխությունը առանց որևէ մոտիվի, հիմնական մոտիվը իր հայրենիքն է։ Շնորհակալություն, մեզ ժամանակ քիչ է մնում, բայց ես ուզում եի հարցնել, օրինակ, շատ հետաքրքիր կետ կար զինծառայողների ընտանիքներին գումարային ինչ-որ հատուցում ցուցաբերելու հետ կապված, ես ինչքան փորձում եմ հաշվարկել բավականին մեծ գումարների մասն է խոսքը, հետո հասկանում եմ, որ ոչ բոլոր ծնողները կուզենան այդ գումար, որովհետև կարիքը չի ունենա մի մասը գուցե կասի այդ գումարը տվեք բանակին, ինչ-որ խողովակով, մի մասն էլ կարիքը կունենա։ Ոնց որ հենց այդպիսի որոշում են ընդունել։ Ասեմ, տեսեք շատ վայրերում ընտանիքում երբ տղան գնում է բանակ, ընտանիքի վրա հավելյալ բեռ է, որովհետև մինչև այսօր բանակի զինվորի համար ծախս է անում։ Հա, հասկանալի։ Չնայած բոլոր խոստումներին գնալ տեսնել, բան ուղարկել, հատուկ այն ինչ որ իրենք քննադատում էին, էլի այդ ծախսերը անում է։ Այն ժամանակ ասում էին չի տալի բանակը, հիմա էլ զինվորները հիմնական տանից են, տարբեր բաներ չեմ ուզում խորանալ։ Ծախս է ընտանիքի վրա։ Ընտանիքին այս աջակցություն չի, ուղղակի ամսվճարը տրվելու է նրա համար, որ ընտանիքը առանց այն էլ, իսկ շրջաներում վիճակը իրապես աղքատությունը շատ բարձր մակարդակի վրա է, առանց այն էլ բարդ իրավիճակում հավելյալ ծախսեր չլինի եւ այս ծախսերով գոնե հոգան իրենց զինվորի տարբեր պահանջները, որի կարիքը ունի, եւ երկրորդը զինվորը կարող է 1.5 տարի ծառայելուց հետո ամբողջ գումարը վերցնի, այսինքն ասի ամսվճար մի տվեք, 1.5 տարի հետո ամբողջ գումարը ինձ տվեք, բայց ծառայության ընթացքում չի տրվելու իրեն, տրվելու է միայն ծնողներին գումարը։ Ինչու, որովհետև որ զինվորական ծառայության ընթացքում զինվորների մեջ խնդիր չլինի։ Այսինքն, զինվորը իրավունք է ունենալու կամ ասել տվեք ծնողներիս այդ ամսվճարը, կամ ասել ծառայության ավարտից հետո տվեք ինձ։ Եվ 1.5 տարի ծառայության հետո կլորիկ գումար։ Սա արդեն օգնություն է կյանքի մյուս էտապին անցնելու համար։ Մյուս բանը, որ ուզում ենք անենք, զինվորականներին, սպաներին տարեկան 1000 բնակարան է հատկացվելու, որտեղ նրանք ընդամենը գնի կեսն են վճարելու։ Դեռ ասում ենք գնի կեսը, չենք ուզում ասենք, որ 100%-ը պետությունն է տալու, ասում ենք գնի կեսը մեր հաշվարկով, բայց եթե ավել անենք, դա արդեն մեր դրական արդյունքն է։ Եվ շատ է փորձենք արագ ավարտել, որովհետև ոնց որ թե սպառել ենք ժամանակը, շատ է խոսվում 300,000 շարքվում քննարկում այդ աշխատատեղերը։ Ինձ այդ թիվը որպես թիվ է հետաքրքիր, որովհետև Հայաստանի ամբողջ բնակչության 10%-ի մասն է խոսքը, բայց Հայաստանի բնակչության կեսը ծերեր եւ երեխաներ են, այնտեղ մեծ մասը աշխատող է մնում։ Ուզում եմ ասել, այդ հաշվարկը 300,000-ը, ես չեմ ասում, որ ուժեղ Հայաստանը աշխատատեղեր չի ստեղծի, բայց ոնց որ այդպեսի պատկառը։ Այսինքն շատերը հարցնում են, ասում են 300,000 աշխատատեղ Հայաստանում կարիք կա թե չէ։ Այդքան կարիք կա թե չէ, այո։ Պատասխանեմ այդ հարցին, որպեսզի մենք իմանանք։ Տեսեք, Հայաստանում կա 800,000 գրանցված աշխատող։ Եվ կա ընդամենը 300,000, 300-400,000 մասնակի զբաղվածություն ունեցող գյուղական վայրերում սեզոնային աշխատանք անող գյուղատնտեսներ։
Այսինքն 1.1 միլիոն մարդ։ 1.1 միլիոն մարդ։ Բայց մեր երկրի բնակչությունը 3 միլիոն է։ 1.9 միլիոն մարդ դուրս է զբաղվածության process-ներից։ Մենք տեսնում ենք, որ իրական գործազրկությունը Հայաստանում 600,000-ի շրջանակներում է։ Մենք չենք ասում, որ 600,000-ն էլ 5 տարում մենք կարողանալու ենք աշխատանքի հարց լուծել։ Այդպիսի բան հարգելի քաղաքացիներ, դա շատ դժվար բեռ է։ Բայց 5 տարվա ընթացքում տարեկան 60,000 նոր աշխատատեղ շրջաններում հիմնականում մենք վստահ ենք։ Մինչև 31 թիվն է ծրագիրը։ Այո, 5 տարվա ծրագրով մենք, այսինքն 5 տարվա մեջ 300,000 նոր աշխատատեղեր կստեղծենք եւ ամենակարևորը 800,000 գրանցած աշխատողից մասնավորում ընդամենը 600,000-ն է։ Երբ մենք ստեղծենք 300,000 նոր աշխատատեղեր, արդեն հարկ վճարողների թիվը մասնավորից 600,000-ից դառնալու է 900,000 մարդ։ Դրա արդյունքում կկարողանանք վերանայել թոշակները։ Թոշակները ընտրությունից հետո վերանայելու ենք մի անգամ 4 ամսվա ընթացքում բարձրացնելու ենք եւս 12,000 դրամով, իսկ դրանից հետո աշխատատեղեր ստեղծելու զուգահեռ արդեն նոր երկիրը հնարավորություն է ունենալու թոշակները զուգահեռ վերանայել։ Ինչու, որովհետև աշխատատեղերը ենթադրում են եկամտարկ, եկամտարկը ենթադրում է բյուջեի ավելացում։ Շնորհակալություն լավ զրույցի համար, այսքանը հարգելի հեռուստատոներ, հիշեցնեմ մեր հյուրն էր Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։